Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է համայնքին խոշոր չափի գույքային վնաս պատճառելու համար։ Խոսքը քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի մասին է։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2010-ից մինչև 2018-ի հոկտեմբերի 23-ը։ Ընդգրկված լինելով Երևան քաղաքի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման եւ անցկացման հանձնաժողովի կազմում մտադրված է եղել Արմեն Ղազարյանի իր հետ փոխկապակցված անձ Արմեն Ղազարյանի եւ որդու Տիգրան Քասարյանի օժանդակությամբ վերաբերելի իրավանորմերով սահմանված պահանջների խախտմամբ միաժամանակ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու դիտավորությամբ փաստացի իր հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես իրենը եւ իր ընտանիքի անդամներին է դարձնել Երևան քաղաքի վերին անտառային փողոցի 136/3 հասցեում գտնվող 195 եւ 250 քառակուսի մետր մակերեսով գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության եւ խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը։ Նախնական համաձայնության գալով Արմեն Ղազարյանի հետ Անդրանիկ Քասարյանը 2013-ի սեպտեմբերի 16-ին կազմակերպել է 250 քառակուսի մետր հողամասի ձևական աճուրդ վաճառք, դրան ներգրավել իր մեկ այլ ծանոթ Հենրիկ Մարտիրոսյանին։ Աճուրդին փաստացի չներկայացած Արմեն Ղազարյանը ճանաչվել է հաղթող, ինչից հետո տվյալ հողամասը Ղազարյանին վաճառվել է 10.500.000 դրամով։ 195 քառակուսի մետր մակերեսով հողամասն էլ Քասարյանը Արմեն Ղազարյանին օտարել է ընդամենը 4.943.250 դրամով։ Այդ հողամասերի վրա Քասարյանը կառուցել է 2173 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան բնակելի եւ հասարակական նշանակության շինություն, օրինականացրել գույքերը։ Շուրջ 125.164.800 դրամ գնման արժողությամբ օտարման արժեքով համապատասխան շինությունը առ այսօր դեռևս շարունակում է մնալ ինքնակամ։ Դրանից հետո ըստ էության իր հանցավոր մտադրությունը շարունակելով Անդրանիկ Քասարյանը ձեռնամուխ է լինում այլ հանցավոր գործողության իրականացման, մասնավորապես Արմեն Ղազարյանի կողմից համապատասխան 2018 թվականի ապրիլի 25-ին տրամադրված շինթույլտվությամբ մասնավորապես արդեն ընդհանուր 445 քառակուսի մետր հողամասի վրա կառուցման ենթակա բազմաբնակարան բնակելի եւ հասարակական նշանակության շինության, որը որ հանդիսանում է որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի համարվող օբյեկտ, նշված օբյեկտի պետական համալիր փորձաքննության անցած չլինելու պայմաններում 2018 թվականի ապրիլի 25-ին նախնական համաձայնություն է տվել համապատասխան շինթույլտվության տրամադրմանը, ակնհայտ կեղծ տեղեկատվություն ներառելով շինթույլտվության մեջ։ Այնուհետև Անդրանիկ Քասարյանը կազմակերպել է նվիրատվության շինծու պայմանագրի կնքում, որի արդյունքում Արմեն Ղազարյանը 2018-ի մայիսին ձևական նվիրատվության պայմանագրով ամբողջ գույքը անհատույց հանձնել է Քասարյանի կնոջը Աննա Քասարյանին, նրա որդիներին Տիգրան եւ Կարո Քասարյաններին եւ նրանց կանանց Այծեմնիկ Ավետիքյանին, Էլեն Ռիզերին։ 2018-ին Քասարյաններին տրվել է այդ գույքերի սեփականության վկայական։ Փաստացի հանցավոր ճանապարհով օրինականացվում է շուրջ 140.108.050 դրամ արժողությամբ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Անդրանիկ Քասարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 4 դրվագով։ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի եւ փողերի լվացման հոդվածով։ Անդրանիկ Քասարյանի փաստաբան Պետրոս Պետրոսյանը լուրերի հետ զրույցում հրաժարվեց դիրքորոշում հայտնել, պատճառաբանելով, որ լիազորված չէ։ Մերի Խաչատրյան, Հովանես Քյոսյան, լուրեր։